Բարև բոլորին, ես Լուսինեն եմ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը։ Նարեկի հետ ծանոթացել են 2012 թվականին Բրսովի ուսանողական շարժման ժամանակ։ Ես այն ժամանակ երկրորդ կուրսի ուսանող էի, կրծողներից ինչ թաքցնեմ, որ տնից համալսարան, համալսարանից տուն։ Ուսանողական կյանքին առնչվող կողմնակի ոչինչ ինձ հետաքրքիր չէր։ Սիրում էի սովորել, որպեսզի ապագայում կարողանայի իմ գիտելիքները ծառայեցնել իմ պետությանը։ Այդ գաղափարով առաջնորդվելով էլ ընտրել էի մասնագիտությունս՝ քաղաքագիտություն։ Ինձ համար մեծագույն պատիվ էր միայն միտն անգամ, որ կարողանալու եմ իմ գիտելիքով իմ ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում։ Ինձ համար մեծագույն արժեքներ էին մարդու իրավունքներն ու ազատությունները, ու դե ժողովրդավարությունն իր բոլոր ասպեկտներով։ Դասական ազատական գաղափարախոսության կրողն էի, ու հենց դա միավորեց ինձ ու Նարեկին։ Ինձ համար ժողովրդավարությունից բարձր արժեք գոյություն չուներ։ Ու երբ որ կգնեի եւ մեր բուհի միջև առաջացավ հակասություն, ես առանց երկար մտածելու դուրս եկա փողոց պայքարի, առանց որևէ մեկին ճանաչելու։ Անգամ կուրսեցիները զարմացել էին, որ ես դասադուլի եմ մասնակցում կամ փողոցային ակցիաների մասնակցելու կոչեր եմ անում։ Ես հավատում էի, որ իմ պետության ներսում ես ունեմ ձայն, եւ իմ ձայնը կարող է որոշիչ լինել, եւ ես պարտավոր եմ գործել։ Մասնակցում էի բողոքի տարբեր ակցիաների, իսկ Նարեկը ի թիվս այլ ակտիվ երիտասարդների, որոնք հավակնում էին դառնալ ուսանողական շարժման առաջնորդը, ուսանողներին համախմբեց ու վերջում մնաց միակ առաջնորդը, ում խոսքին ուսանողները վստահում էին։ Նարեկը միշտ ասում էր, ես պայքարելու եմ անգամ եթե վերջում մենակ մնամ։ Ի պատասխան բոլորն ասում էին, մենք քեզ երբ մենակ չենք թողնի, բնականաբար ես նույնպես։ Եկավ մի պահ, որ Նարեկն առաջարկեց ուսանողական շարժումն ինստիտուցիոնալացնել, եւ մենք շարժման ակտիվ ուսանողներով միասին ստեղծեցինք մեր այսօրվա կազմակերպությունը։ Մինչ օրս մեր կազմակերպության անվան մեջ նշված է ազատական նույն լիբերալ տերմինը, քանի որ մենք բոլորս հավատում էինք ազատականությանը։ A liberal is a man who believes in liberty։ Մեր կենսակերպն էր սա։ Ես միշտ ասում եմ, որ մենք միավորված ենք առաջինը գաղափարով, որ այսքան տարիների ընթացքում մի դրվագ անգամ չի եղել, որ Նարեկը դավաճանի մեր գաղափարներին։ Ես հասարակական քաղաքական դաշտում գործոն դառնալու իմ ուսանողական տարիների ամբիցիաները մի կողմ դրեցի, երբ մենք ընտանիք կազմեցինք։ Նարեկի հանրային գործունեության տարիներին միշտ պատրաստ եմ եղել իր տիկունքը պահել, իսկ երբ արդեն մեր երեխաները լույս աշխարհ եկան, արդեն ֆիզիկապես չէի կարողանում մասնակցել անգամ կազմակերպության գործերին։ Բայց հիմա եկել է պահը, որ այլ տարբերակ չունեմ եւ պետք է խոսեմ։ 2018-ից մինչ օրս շատ ասելիք եմ ունեցել, բայց Նարեկը թույլ չի տվել, որ խոսեմ։ Մայրանալու փաստը գումարվել էր եւ ես դարձել էի ծայրահեղ ռադիկալ թե իմ գնահատականներում, թե սրանց հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի արտահայտման մեթոդներում։ Այս ազգագործանների իշխանության գալը մեծագույն հարված էր մեր պետականությանը։ Մենք դա այն ժամանակ էինք տեսնում, բայց ցավոք մենք փոքրամասնություն էինք։ Հիմա բարեբախտաբար այլևս փոքրամասնություն չենք, ավելին, այնպիսի մեծամասնություն ենք, որից ինչպես ամուսինս է ասում, այս բորինիների իշխանությունն իր ամբողջ կազմով անասելի վախենում է։ Իսկ վախը մարդուն դրդում է ամենաստոր քայլերի, միայն թե պահպանեն այն, ինչը կորցնելուց վախենում են։ Այս պարագայում դա իշխանությունն է։ Իսկ իրենց իշխանությունը սրանք պահում են բացառապես ուժայինների միջոցով, եւ դա իհարկե միջազգային հանրության լուր համաձայնությամբ։ Սրա պատճառն էլ ինձ համար պարզ է։ 2018-ի իշխանազավթումից հետո մեր ինքնիշխանությունը վաճառել են թուրք ադրբեջանական շահերը սպասարկող ուժերին, որպեսզի Հայաստանը կարողանան օգտագործել որպես զենք տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը վերացնելու համար։ Այդ իսկ պատճառով մինչ օրս միջազգային հանրությունը աչք է փակում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների անդադար ոտնահարումների վրա։ Ես զուգադիպություն չեմ համարում այն, որ ամուսնուս եւ Վազգենի ձերբակալումից օրեր առաջ ԵՄ անդամ պետությունների դեսպանները նույն օրը նույն օրակարգերով հանդիպել էին իշխանական վերնախավի հետ, ԱԺ փոխխոսնակի եւ դե գերագույն գլխավորի։ Ըստ մամուլում տարածված տեղեկության, այդ հանդիպումները մեկ պատճառ են ունեցել՝ մեջբերում եմ։ ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք վերջին օրերին տարատեսակ հանդիպումներ են ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ, համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց փայը ստանալ Հայաստանի Հանրապետության իշխանություններից, դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետեւյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձևակերպի։ Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի։ Խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Բացի այդ, ԵՄ-ն պահանջում է նաև իր ներգրավվածությունը
կրթությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական եւ փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։ Այս հանդիպումից հետո ամուսինս ու Վազգենը, ինչպես նաև անտիֆեյք հարթակն ամբողջությամբ դարձավ իշխանական հարձակման զոհ։ Ստացվում է Եմեն Հայաստանում ժողովրդավարություն է հաստատում, հովանավորելով մի տոտալիտար, սա այլևս ավտորիտար ռեժիմ չէ, իշխանության։ Այստեղ արգելվում է այլևս ընդդիմադիր լինելը, այստեղ լռեցվում է ընդդիմադիր խոսքը, այստեղ ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերը ենթարկվում են քաղաքական հետապնդումների, նետվում են բանտեր ու քաղաքացիների ձայնի վրա սրբում են իրենց ոտքերը։ Այստեղ արժեխոսնակը կարող է իր թիկնապաններին հրահանգել բռնել իրեն քննադատող քաղաքացու ձեռքերը, անշարժացնել նրան եւ թքել երեսին։ Այստեղ իշխանական պատգամավորները կարող են հանրային բաց քննարկման ժամանակ սպառնալ իրենց ընդդիմախոսի ականջը կտրել եւ այսպես շարունակ։ Այստեղ կարող է հետապնդվել եկեղեցին, այստեղ բանսարկությունների զոհ կարող են դառնալ բարձրաստիճան հոգեվորականները, որոնք սիրում են իրենց պետությունն ու ժողովրդին, ովքեր թշնամու դեմ հանդիման միայնակ չեն թողնում իրենց զավակներին։ Այնպես որ Հայաստանը մեր պետությունը դարձել է գերտերությունների ձեռքի խաղաքարտը, որը մեկը մյուսի դեմ օգտագործելով փորձում է իր դիրքերն ամրապնդել։ Իսկ նման պարագայում Նարեկն ու Վազգենը եւ առհասարակ անտիֆեյք հարթակը մեծագույն վտանգ է, քանի որ Նարեկին եւ Վազգենին լսում են լայն զանգվածները եւ իշխանությունների գործը դժվարանում է, այլևս չեն կարողանում հեշտությամբ մոլորեցնել մարդկանց։ Ամուսնուս եւ ինձ համար Western Democracy ասվածն արժեք է եղել, եւ մենք մեր կրթությունը ստացել ենք ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերով։ Հավատացել ենք, որ պետությունների կայացման միակ ճանապարհը ժողովրդավարությունն է, բայց ավաղ այսօր այն թիկունք է մի բռնապետի, ով իր իշխանությունից ավել ոչինչ չի սիրում։ Երկուսս Բրյուսովի համալսարանն ավարտելուց հետո մեր կրթությունը շարունակել ենք CES-ում, որի շրջանակներում ուսանել ենք Վրաստանի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանում։ Ժողովրդավարացում եւ մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան ունենք եւ այսօր մենք հետապնդվում ենք տոտալիտար իշխանության կողմից ժողովրդավարության ջատագովների համաձայնությամբ։ Ասում եմ մենք, քանի որ այս հետապնդումը, որն առաջինը չէ իդեպ, միայն ամուսնուս դեմ չէ, իր արտաբերած որևէ խոսքի հետույք բառի օգտագործման պատճառով չէ, սա ավելին է։ Բոլոր նրանց դեմ է, ովքեր սիրում են Հայաստանն ու հային, ովքեր չեն ուրանում ցեղասպանության զոհերի հիշատակը, ովքեր չեն մոռանում հայոց պատմությունը, ովքեր եկեղեցու դեմ արշավին չեն մասնակցում եւ դատապարտում են այն, ովքեր ցավում են Արցախի կորստի համար եւ չեն համակերպվում այդ մտքի հետ, ովքեր չեն մոռանում Բաքվի բանտերում հալածվող հայերին, ում սիրտը ցավում է մեր պետության համար, ովքեր ուզում են ազատվել թրքահապատակ այս իշխանություններից, ովքեր հավատում են իրական ժողովրդավարական արժեքներին, մարդիկ անցողիկ են, արժեքները մնայուն։ Ես եւ մեր մանկահասակ երեխաներն անասելի հպարտ ենք մեր պապայով, որն իր խոսքով պայքարել է եւ պայքարում է մեր պետության պահպանման համար, որն այս օրերին առավել սաստիկ կրում է զրկանքներ, որոնք ոչ թե մեզ ցավ են պատճառում, այլ ստիպում են գլուխներս բարձր պահել եւ հպարտանալ։ Սա մեզ հավելյալ ուժ է տալիս։ Այս տեսաուղերձով չեմ սահմանափակվելու, շարունակելու եմ այս եւ այլ ֆորմատներով խոսել ձեզ հետ։ Ձեզ պատմելու եմ մեր մասին, մեր անցած ուղու մասին, խոսելու եմ այն ամենի մասին, ինչը երբեք չենք հանրայնացրել։ Նման ձևաչափով հանրությանը դիմելն ինձ համար նորություն է, խիստ չդատեք։ Կանգնեք կողքիս, կանգնեք միասին պայքարենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման շարունակվող պրակտիկային վերջ դնելու, մեր պետությունը, մեր Հայաստանի երրորդ հանրապետությունը ժողովրդավարացման հունի մեջ դնելու ամուսնուս պայքարը շարունակելու հարցում։ Վհատվելու պահը չէ, այդ պահը վաղուց անցել է 44-օրյա պատերազմից հետո, անցել է Արցախը կորցնելուց հետո։ Չենք կարող թույլ տալ, որ մեզ վախեցնելով, լռեցնելով Հայաստանն էլ մաս-մաս կորցնենք։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր խոսքը պետք է հնչի եւ հնչելու է։ Մինչ նոր հանդիպում։